Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը վերացրել է Վանաձորի ավագանու վրա դրված արգելանքները, ինչը նշանակում է, որ ավագանին պետք է առաջիկա օրերին համայնքի ղեկավարի ընտրության հարցով նիստ հրավիրի։ Եթե չհաջողվի քաղաքապետ ընտրել, ապա արդեն 4 տարի ընտրովի ղեկավար չունեցող Վանաձորի ավագանին կցրվի եւ կնշանակվեն արտահերթ ընտրություններ։ Դեռ 2021-ին ավելի քան 38% ձայն ստացած Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց, քաղաքացիական պայմանագիրը, որ 25%-ով երկրորդ տեղում էր, Վանաձորի կառավարումը վստահեց Արկադի Փելեշյանին, որի կուսակցությունն էլ 14.5% քվե էր ստացել։ Արկադիվ ծառայությունը ենթակա է արդարադատության նախարարությանը եւ այս դեպքում ուղղակի արհեստական արգելանք ստեղծելը փաստացի նշանակում է ուղիղ ուղղորդում կառավարության եւ արդարադատության նախարարի կողմից, որը որևիցե կերպ չի կարող համարվել ժողովրդավարական պետության բնորոշ գործելակերպ։ Մենք չենք հասել այն փուլում, որ քաղաքական սեփական ամբիցիաներ խավարկենք վանաձորցու հաշվին եւ պետք է բոլոր խմբակցությունները ազնվորեն հայտնեն իրենց դիրքորոշման մասին։ Եթե նույնիսկ հրապարակայնորեն չեն ուզում հայտնել, ես պատրաստ եմ սիրով բոլոր խմբակցությունների հետ հանդիպել եւ քննարկել։ Ամենամեծ մանդատները ունի Ասլանյան դաշինքը, այստեղ շատ կարեւոր է նաեւ Ասլանյան դաշինքի դիրքորոշումը, որովհետեւ պետք է Ասլանյան դաշինքը ասի 15 մանդատ ունենալով հանդերձ, արդյոք ունի համայնքի ղեկավարի ենթադրյալ տեխնացու, եթե ունի, ով է եւ սա պետք է նաեւ քննարկվի։ Պետություն ունեն, իշխանություն են ձևավորել, երբ որ կհասկանան, որ ավական ու նիստ է գումարվում, դրան համապատասխան մենք մեր վերաբերմունքը կարտահայտենք։ Այս բանի վերաբերմունք ինչ արտահայտենք, ուղղակի խոսելու համար խոսենք, այս բանի մենք որևէ բացի այդ ձեր ասած թվարկած ԴՀԿ-ի որոշումից կամ չգիտեմ արձանագրությունից կամ դատարանի դեռևս ուժի մեջ չմտած որոշումից այլ բան չունենք, երբ որ կլինի այնպիսի բան, որի վերաբերյալ մենք կարծիք պիտի արտահայտենք, մենք կարծիք ու վերաբերմունք կարտահայտենք, այս բանի որևէ կարծիք չենք արտահայտում։